Ալիևի օգնական Հաջիևն է տեսանյութ է տարածել, հայտնելով, թե օկուպացված Շուշիի հայկական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին վերականգնվել է, ըստ Հաջիևի սկզբնական ճարտարապետական ոճին համապատասխան։ Ադրբեջանցի վանդալներն, այդ թվում հայկական մշակութային կոթողները ոչնչացողների համար լույս վառող ադրբեջանցի պաշտոնյաները փորձում են հայկական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ներկայացնել որպես ուղղափառ եկեղեցի։ Տարրական անգրագիտություն հայ մշակութաբանների բնորոշումն է։ Սուրբ Ղազանչեցոցը չի կարող ռուսական լինել, քանի որ ուղղափառ եկեղեցիների գմբեթները ամբողջական են։ Սկզբանե իրենք հայտարարել էին, որ դա ռուս ուղղափառ եկեղեցի է ու վերադարձնելու են այդ տեսքին։ Արցախում հայկականը հողին հավասարեցրած վանդալներն ավերել էին օկուպացված Ստեփանակերտի Մայր տաճարը եւ ընդհանրապես ադրբեջանցու արյունոտ ձեռքերը պետական մակարդակով ու հովանավորությամբ խնդիր է դրել ավերել այնինչ հայկական մշակութային պատմական ժառանգություն է։ Կրկին բարբաջում է Հաջիևը, իբրև Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր օրինական շինությունները, պատմական մշակութային եւ կրոնական հուշարձանները պահպանվում են եւ կանգնվում են ազգային օրենսդրությանը համապատասխան։ Միջազգային իրավունքով որևէ տարբերություն չկա, երբ է կառուցվել եկեղեցին կամ մշակութային հուշարձանը, եթե տվյալ ժողովրդի համար դա հուշարձան է ու նշանակություն ունի, հետեւաբար ինքը հավասարապես պաշտպանության ներքո պետք է լինի։ Ադրբեջանցիները հողին հավասարեցրին նաև 19-րդ դարի կանաչ ժամ եկեղեցին, ինչով էր այն ապօրինի, եթե Հաջիևը հղում է կատարում իր երկրի օրենսդրությանը։ Կամ Պոխրենեսի եկեղեցին ու նմանատիպ բազմաթիվ դեպքեր կան, կամ գերեզմանոցները ինչ են քանդել, ինչի են Ստեփանակերտի բնակելի տարածքները քանդել, որոնք կառուցվել են 19-րդ դարի վերջում եւ սովետական տարիներին։ Ես ուզում եմ մենք մոդելավորենք այսպիսի մի իրավիճակ, ասենք այն պահը, երբ որ սահմանազատման արդյունքում Արցվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո եւ մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Ըստ Արցախի նախկին պետնախարարի անգործությունն արդարացնելու համար իշխանություններն ավելի վտանգավոր հայտարարություններ են անում։ Դրանք ըստ Բեգլարյանի վտանգավոր են, մանիպուլյացիոն ձևակերպումներ են պարունակում։ Դրանով իրենք լրացուցիչ խրախուսում են ադրբեջանական հանցագործությունները մեր մշակութային ժառանգության հանդեպ։ Բայց դա նույն իշխանությունն էր, որ ժամանակին հայտարարում էր, որ պատրաստ է օրինակ Պաղեստինի մշակութային ժառանգությունը պաշտպանել եւ օգնել նրանց այդ հարցում։ Իշխանության ներկայացուցիչները պարտավոր են սահմանադրության հոդվածով ջանքեր գործադրել պահպանելու հայկական մշակութային ժառանգությունը, եկեղեցին։ Ցանկությունը չունեն այդ ուղղությամբ աշխատելու, ավելին ցանկություն ունեն Ադրբեջանին աջակցելու։ Ինչու՞, որովհետև իրենք ուզում են Արցախի էջը ամբողջապես փակել ու դրա համար իրենք այսպես ասած մտածում են, որքան շատ մշակութային ժառանգությունը ոչնչացվի, որքան Արցախի ժողովրդի մասնավոր հանրային սեփականությունը ոչնչացվի կամ յուրացվի Ադրբեջանի կողմից, որքան շատ ադրբեջանցի բնակեցվի ապօրինի կերպով Արցախում, այնքան մեր վերադարձի հավանականությունը նվազում է։ Ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևում Արցախի ժողովրդի իրավունքների վերաբերյալ կարևորագույն դրույթներից բացի հոդվածներ կան, որոնք առնչվում են նաև արցախցիների վերադարձին, մշակութային ժառանգության պաշտպանությանը, պատասխանատվության միջոցների կիրառմանը, պատանդների ազատ արձակմանը։ Ինքը քաղաքական իմաստով այո ուժ ունի, քանի որ ամրագրում է կոնկրետ դիրքորոշումներ, բայց մյուս կողմից դա բանաձև է ու խորհրդատվական նշանակություն ունի, նույնիսկ ԵՄ մարմինների համար։ Եվրոպացիները նախկինում էլ նմանատիպ բանաձևեր ընդունել են, սակայն ցավալին այն է, որ Եվրամիության գործադիր իշխանությունը եւ անդամ պետությունների իշխանություններն ընդհանրապես ականջալուր չեն լինում Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերին։ Գյուրջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տարիներով ձգվող դատավարություններ, անընդհատ հետաձգվող նիստեր ու որոշման սպասող քաղաքացիներ երկրի դատական համակարգում քրեական գործերի քննության ժամկետները վաղուց են հանրային դժգոհության պատճառ։ Այժմ փորձեր են կատարվում փոխել իրավիճակը, առաջարկելով նոր կարգավորումներ։ Խորհրդարանում արդարադատության նախարարը ներկայացրեց օրենսդրական փաթեթ, որով առաջարկվեց սահմանել դատաքննության հստակ ժամկետներ, ըստ որի քրեական գործը պետք է քննվի 1 տարվա ընթացքում։
Միաժամանակ դատարանը հաշվի առնելով գործի իրավական բարդությունը, վարութային անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալը եւ այլ հանգամանքներ, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տևողությունը, կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավել քան 2 անգամ երկարաձգել նշված ժամկետը, յուրաքանչյուր դեպքում առավելագույնը 1 տարի ժամկետով։ Նախագծով առաջարկում են դատավորի փոփոխության դեպքում դատավարությունը չսկսել զրոյից, այսինքն մինչև դատական կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները կհամարվեն հետազոտված։ Բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանն անհրաժեշտ կգտնի դրանք կրկին ուսումնասիրել։ Փաստաբանները կասկածում են, որ հնարավոր կլինի նման պայմաններում գործերը ավարտին հասցնել։ Եթե մենք նախատեսում ենք, որ կարող է այդ դատավորը նախորդ դատավորի ավարտած տեղից սկսել, դա նշանակում է, որ մենք շատ լուրջ խնդիր ունենք արդարադատության հետ, քանի որ նախատեսում է, որ դատարանը անձամբ պետք է գործի քննությունն իրականացվի, այլ ոչ թե զուտ փաստաթղթավորված։ Մասնագետների դիտարկմամբ միայն ժամկետ սահմանելը բավարար չէ, եթե համակարգը շարունակում է ծանրաբեռնված մնալ։ Նկատում են, որ առանց հաստիկների ավելացման փոփոխությունները կմնան պարզապես թղթի վրա։ Շատ գործերով դատական նիստերը նշանակվում են ամիսներ անց, ահազանգում են մասնագետները, թեև կան գործեր, որոնք հնարավոր է ավարտել ընդամենը մի քանի դատական նիստի ընթացքում, դրանց մեծ մասի քննությունը սակայն պահանջում է երկար ժամանակ։ Մենք անբավարար հաստիկներ ունենք դատավորների, ինչն էլ հանգեցնում է յուրաքանչյուր դատավորին բաժին ընկած ահռելի քանակությամբ գործերի, դա իհարկե հանգեցնում է նրան, որ եւ ողջունի ժամկետներն են խախտվում, եւ քննության արդյունավետությունն է խախտվում։ Ծանրաբեռնվածության եւ ժամանակային ճնշման պայմաններում փաստաբանները չեն բացառում, որ քննությունը կարող է լինել ոչ լիարժեք։ Նոր փոփոխությամբ նախատեսվում է նաեւ, որ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների գործերով ազատության մեջ գտնվող մեղադրյալի միջնորդությամբ դատական նիստը կարող է անցկացվել նրա բացակայությամբ, սակայն մասնագետների կարծիքով դա չի ապահովի գործերի քննության ողջամիտ ժամկետների էական կրճատում։ Մեղադրյալի համար դատական նիստի ներկայանալը պարտականություն է, որի չկատարումը ունենում է շատ լուրջ հետևանքներ։ Հետևաբար մեղադրյալների չներկայանալու պատճառով ասել, որ նիստեր են ձգձգվում, դա ուղղակի անհեթեթություն է։ Արդարադատության արդյունավետությունը միայն ժամկետներով չի փակվում, հիշեցնում են մասնագետները, կարևոր է, որ այն լինի լիարժեք, հիմնավոր եւ արդար։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կացարանային խնդիրները մնում են սոցիալական քաղաքականության մարտահրավերներից։ Բնական աղետներն ու սոցիալ-տնտեսական դժվարությունները շատերին կանգնեցնում են բնակարանի կորստի կամ ոչ պատշաճ պայմաններում ապրելու առաջ։ Կառավարությունը շրջանառում է նախագիծ, որով առաջարկում է ստեղծել հրատապ արձագանքման մեխանիզմ այդպիսի ընտանիքներին ժամանակավոր կացարանով ապահովելու արագ տեղակայվող մոդուլային տնակների միջոցով։ Նախագծով առաջարկվում է սոցիալապես անապահով անձանց կամ ընտանիքներին, որոնք չունեն սեփական բնակելի տարածք կամ բնակվում են բնակության համար ոչ պիտանի պայմաններում, անհաղթահարելի ուժի բնական աղետների, սոցիալ-տնտեսական դժվարությունների կամ այլ հանգամանքների պատճառով ապահովված չեն ժամանակավոր անվտանգ եւ նվազագույն կենցաղային պայմաններ ունեցող կացարանով, ապահովել ժամանակավոր կացարանով, մոդուլային տնակներով։ Նախատեսվում է տնակներով ապահովել շուրջ 100 ընտանիքի։ Տնակները ձեռք կբերվեն պետության կողմից, ընդհանուր արժեքը գնահատվում է 500-ից 700 միլիոն դրամ, յուրաքանչյուր ընտանիքի համար 5-ից 7 միլիոն դրամ։ Փաստաբանները սակայն առաջնահերթ կարևորում են հողամասերի հատկացման հարցի արդյունավետ լուծումը։ Եթե համայնքային հողամասերում են տեղադրվելու տնակները, ստեղ արդեն պետք է կոնկրետ համայնքի հետ կապված գործառույթներ իրականացվեն եւ վերջիվերջո նաեւ ժամկետների առումով պետք է հստակ սահմանվի ինչ ժամկետով են տեղադրվում։ Մասնագետների կարծիքով գործընթացը ժամանակատար եւ ծավալուն է, ընդգծում են շահառուների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, կարևորելով հստակ մեխանիզմներ բնակեցման ժամկետների եւ դուրսբերման պայմանների համար։ Միաժամանակ նշում են, որ պետությունը գնումների գործընթացում պետք է առաջնորդվի գների հիմնավորվածությամբ։ Տվյալ շահառուները պետք է գիտակցեն, որ դա կարող է ցմահ չլինել կամ առնվազն շատ երկար ժամկետով չլինել։ Պետությունը ցանկացած ապրանք եւ ծառայություն ձեռք բերելիս պետք է բնականաբար առաջնորդվի նրանով, որ տվյալ ապրանքը գերագնահատված չի։ Եվ նաև պետքա բարդ մրցակցային դաշտ լինի։ Տնակները կարող են լինել ինչպես փայտյա, այնպես էլ մետաղական կոնստրուկցիաներով։ Մասնագետների խոսքով ջերմամեկուսացման տեսանկյունից առավելություն ունեն փայտյա տարբերակները, իսկ կառուցման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել տեղային առանձնահատկությունները։
Խնդիրներից հետևյալն է, Հայաստանում մկները ավելի շատ են կրծողները ու դրան լուծում կա, եթե կարիք է լինում օդի մեջ կառուցենք տունը, շատ խիծ հետ կա, ամբողջ անկյունները փակում են, քանի որ մկները կարան անկյունից մենակ տների մտնեն։ Թեև նախագիծը միտված է արագ լուծում տալ կացարանային խնդիրներին, սակայն դրա արդյունավետությունը ըստ մասնագետների մեծապես կախված է իրավական կարգավորումներից, թափանցիկ գնումներից եւ տեղային պայմաններին համապատասխանող կառուցողական լուծումներից։ Մարզպետարանների եւ համայնքապետարանների ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներն այսուհետ ենթարկվելու են ԿԳՄՍ նախարարությանը։ Մարզային դպրոցների դեպքում դա տեղի է ունենալու այս տարվա սեպտեմբերին, իսկ մայրաքաղաքայինների պարագայում հաջորդ տարվա սեպտեմբերից։ Երկրում առկա 1400 դպրոցից նախարարության ենթակայությամբ այժմ գործում է շուրջ 130-ը։ Աշխարհագրորեն մեծ տարածք ունեցող երկրներում դպրոցների ենթակայության այլ մոդելներ են գործում, օրինակ քաղաքապետանի կամ մարզային կամ համայնքային ենթակայությամբ։ Դրանք հիմնականում հանդիպում են զարգացած երկրներում։ Հաշվի առնելով, որ մեր երկրում վարչատարածքային բաժանումների եւ հաստատությունների թիվը այնքան մեծ չէ եւ դրանք կարող են մեկ կառույցի կողմից կառավարվել, ուստի նպատակահարմար է կիրառել արդեն իսկ այլ երկրներում գործող եւ փորձարկված մոդելը։ Կառավարությունը շեշտում է, որ նպատակ ունի ապահովել բոլոր դպրոցներում կրթական քաղաքականության չափորոշիչների եւ վերահսկողության միասնականություն, այսինքն կապահովի կրթության ավելի հավասար որակ, որովհետեւ նույն կանոններն ու ստանդարտները կգործեն բոլոր դպրոցներում եւ պետությունը կկարողանա ավելի շատ հետեւել փոփոխությունների արդյունքներին։ Հանրակրթական դպրոցների կենտրոնացված կառավարման անցնելու գործընթացը կբարձրացնի կրթության զարգացման ռազմավարական ծրագրի եւ դրա մոնիթորինգի արդյունավետությունը, կապահովի բարեփոխումների համար միասնական մոտեցումներ։ Ցանկացած հարցով դպրոցները սկսելու են դիմել նախարարություն եւ նախարարությունը ուղղակի չի հասցնելու կառավարել, արձագանքել, պրոցեսները դանդաղելու են, պրոցեսները անտեսվելու են։ Փոփոխությունների մյուս հիմնավորումը տեղական մակարդակում քաղաքական կամ վարչական ազդեցության նվազեցումն է, քանի որ այսօր որոշ դեպքերում դպրոցները կախված են մարզային կամ համայնքային իշխանություններից, իսկ կենտրոնացումը թույլ կտա նվազեցնել այդ ազդեցությունները, բայց կա կարծիք, որ այս փոփոխությունները հիմա էլ կուժեղացնի կենտրոնական իշխանության քաղաքական ազդեցությունը։ Համակարգը կարող է գնա, այսպես ասած, կենտրոնացված կառավարման, դրանից բխող տնօրենների, ուսուցիչների քաղաքական հպատակության ռիսկը։ Տեղական ինքնակառավարման մարմինների դպրոցների վրա ազդեցության կորստի հետևանքով կարող է նվազել կրթական համակարգի ճկունությունն ու որոշումների բազմազանությունը։ Մյուս վտանգն այն է, որ եթե կենտրոնական կառույցը ծանրաբեռնված կամ անարդյունավետ լինի, ամբողջ կրթական համակարգը կարող է դանդաղել, քանի որ որոշումները կընդունվեն մեկ կետում եւ դպրոցների արագ արձագանքելու հնարավորությունը կնվազի։ Չեմ կարծում, որ այնքան բյուջե կլինի, որ այդ մարդիկ, որոնք Երևանում նստած են, ամիսը մեկ, շաբաթը մեկ կկարողանան այցելել մարզեր եւ տեղերում տեսնել իրավիճակը։ Փորձագետները մտավախություն ունեն, որ կրթական համակարգի խնդիրները պարզապես կարող են տեղափոխվել տեղական մակարդակից դեպի կենտրոն եւ այստեղ ընդունված որոշումների վրա կլինեն քաղաքական ճնշումներ, ապա դա կազդի ամբողջ պետության կրթական որակի վրա։